ես որ sense երիտասարդի աչքերով նայում եմ ինչա կատարվում մեր քաղաքական դաշտում, ինձ թվում է տենց ինչ որ աղմուկ է։ Եթե ընտրվեք ռեյվ եք կազմակերպելու, թե խորոված փարթի։ Բոլորը չիպս ունենք միշտ։ Կարակա գրասենյակը հյուրասիրենք։ Գնամ հիմա բերեմ։ Չէ։ Չի բուժի։ Երկու հատ կտամ քեզ։ Հետո վերցնում եք ցեխը, խառնում եք ձեռքերի մեջ, մի քիչ պնդանում է ու շպրտում եք։ Տակի մայիկա կարող է ուզեք։ Չէ։ Առաջանում է էլի կարիք ինչ-որ հեղափոխություն անելու։ Ինչպես ազատվել կայուն մեծամասնությունից։ Ծեծնել է երիտասարդությունը ուտում, ջարդնել է երիտասարդությունը ուտում, ամենանորմալ բանն է, որ ես վերջերս ասել եմ։ Միացեք ապերներ։ Հիմա տալիս ես շորդ։ Չէ։ Բայց ես կատակ չի անում, Պետրոսը տվել է։ Հա։ Քաղաքում առավոտ է։ Բոլորը բացում են աչքերը։ Առավոտը բարի էր բոլորի համար, բացի բոլորից։ Արենայում այսօր հյուրընկալել ենք բոլորին դեմ եմ կուսակցության առաջին համար Սպարտակ Գյուրեղյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմնականում երբ գալիս են ինչ-որ նոր տեղեր, հարցնում են, թե հյուրը որտեղից է։ Պարոն Գյուրեղյան, ուր դու տղա եք։ Ոյ, շատ բարդ հարց տվեցիք։ Ես տենց կոնկրետ տեղ չեմ կարող ասեմ։ Պատմականորեն իմ ընտանիքը միշտ տարբեր տեղեր տեղափոխվել են։ Ուրեմն ծնվել եմ Էջմիածնում, Հայթախ գյուղում։ 4 տարի ապրելուց հետո տեղափոխվել ենք Հրազդան, մորականս կողմը Հրազդանից է։ Հետո մի 4 տարի էլ այնտեղ ենք ապրել։ Հետո տեղափոխվել ենք Քարվաճար, հետո Բերձոր քաղաք, հետո Երևան։ Ընթացքում Էջմիածնում մի քիչ, այսինքն տենց ուրդու չկա, տենց քուչա չկա էլի, որ ինչ ճանաչեն, բոլոր տեղերում եղել եմ։ Բոլոր տեղերում եղել եք։ Այո։ Որն էր ամենալավը, թե բոլորին դեմ եք։ Չէ։ Որտեղ կապրեիք։ Չէ, տեղանուններին դեմ չեմ, քաղաքներին, միջավայրերին դեմ չեմ։ Ամենալավը իմ համար այն շրջանն է եղել, որ տենց շատ լավ եմ հիշում, այդ եղել է Բերձորը։ Իմ ոնց որ մանկության ամբողջ շրջանը այնտեղ է անցել ու դա տենց մինչև հիմա իմ կյանքի վրա ինձ թվում է այն ամենամեծ ազդեցություն ունեցող շրջանն է եղել։ Դա տենց որպես մարդ կարելի ասել այդտեղ եմ ձևավորվել էլի, տենց ինչ որ վիճակներից փոխվել եմ, դառել եմ մարդ էլի։ Մեր հաղորդումը նախատեսված է երիտասարդների համար բացատրեք, թե ինչ է ուզում ձեր կուսակցությունը։ Բոլորին դեմ եմ, եթե կարճ բացատրենք, հետևյալն է ու հատկապես ինձ թվում է երիտասարդներին դա շատ կարա դուր գա, որովհետև ես որ sense երիտասարդի աչքերով նայում եմ ինչա կատարվում մեր քաղաքական դաշտում, ինձ թվում է տենց ինչ որ աղմուկ է իրանց համար էլի, ասենք ինչ որ խառը իրար վրա ցեխ են շպրտում, իրար վատ բաներ են ասում, չեն հասկանում թե են իրար հետ շպրտում, չէ։ Հա, ես դա հեսա կբացատրեմ, եկեք հարցին պատասխանեմ։ Այսինքն տենց ինչ որ բաներ են իրանք լսում, ու իրանք դրանից ոչ մի բան ինձ թվում է չեն կողմնորոշվում, բայց մի բան են մենակ հստակ կողմնորոշվում, որ իրանք դրա մասնակից չեն ուզում լինել։ Ու ոնց որ չեն գնում, ոչ process-ներին մասնակցում են, ոչ ընտրում են, որտեվ իր տեսանկյունից ինքը չի ուզում ինչ որ աղմուկի մեջ լինի։ Կոմֆորտ չի լինել այդ տեսակ աղմուկի մեջ։ Բոլորին դեմ եմ, այդ երիտասարդի ձեռը տալիս է տապճկա, ասում է, խփի թո այդ աղմուկի ձենը կտրվի։ Էդ է, եթե բռնություն եք քարոզում։ Չէ, չեմ քարոզում մարդու նկատմամբ բռնություն, մենք քարոզում ենք համակարգին ապտակ տալու գործընթաց, որ այդ համակարգը էլ այդ աղմուկը չտա, նորմալ ձեներ լսվեն, հաճելի լինի, այդ դրանից դու հասկանաս ինչն է քեզ վերաբերվում, ինչն է որ մեծերին է վերաբերվում, այսինքն դրա համար ենք մենք ուզում անպայման այդ մի հատ այնպես գլխին տալ համակարգի, այդ գլուխը մի պատկերացրեք մարդու գլուխ էլի։ Ձեր շարքն է. Ինչպես ազատվել սվիտերին կպած ծամոնից, ինչպես ազատվել գինու հետքերից, ինչպես ազատվել այրոցից, ինչպես ազատվել բերանի վատ հոտից, ինչպես ազատվել կայուն մեծամասնությունից։ Մեր խմբագրություն բազմաթիվ խնդրանքներ են եկել, թե ինչպես ազատվել ազդող դասարանցիներից, պզուկներից, մազերի թեփից, մեկ էլ հարբեցողությունից։ Այս վերջինը իմ կողմից էր։ Ուզում եք հարցերին պատասխանեմ, հա, ճիշտ հասկացա։ Առաջինը որն էր։ Ինչպես ազատվել ազդող դասարանցիներից։ Իսկ մա Բոլոր դասարանցիներին դեմ ես։ Դասարանցիներից ազատվել պետք չի, դա բռնության կոչի ենթադրում եմ ավելի շատ։ Դասարանցիները պետք է ընկերություն անել,
պետքա իրանց հետ սովորել, ժամանակ անցկացնել, ազատվել պետք չի։ Մենք այտենց խորհուրդ չէինք գրի։ Իսկ դուք ինչի բոլորի հետ ժամանակ չեք անցկացնում, Բոլոր ընկերություն չեք անում։ քաղաքական ուժերի հետ ոչ չենք անցկացնում, գործընթացի մեջ ենք։ Ցեխ եք շպրտում իրենց վրա։ Մեր վրա էլի դեպ։ Հա։ Հա։ Մեր ակցիայի տարբերությունը ինչու՞մն է։ Երբ որ քաղաքական ուժերը ցեխ են շպրտում իրար վրա, այդ ոնց որ միակողմանի ցեխ շպրտոցի է, այսինքն ինքը շպրտում է, բայց դա իրան չի վերաբերվում։ Ինքը կյանքում չի ասում, «Ա, ես ցեխ շպրտեցի, վատ բան արեցի»։ Այսինքն հիմնականում ոչ մեկ իրանց արարքների համար չեն զղջում։ Բոլորը միշտ ասում են դե դիմացինն է վատ։ Մեր ցեխ շպրտոցու ակցիան նրանով էր տարբերվում, որ այդ բանի վրա, պատի վրա մեր լոգոն է կար։ Մենք էլ ենք քաղաքական ուժ ու ինչ որ առումով ինչքան էլ չուզենք, ասենք, այս ընտրությունն մասնակցում ենք։ Այդ ընտրությունը այդ վատ համակարգի կողմից կազմակերպված ընտրություն է։ Իհարկե մեր մասնակցության ձևը ոչ ստանդարտ է, բայց մեկը ինչ որ ձև մասնակցում ենք այդ process-ին։ Հա, դրա համար մենք գտնվել ենք ինձ թվում է ամենաազնիվը եղած քաղաքական ուժերից, որտեղ մեր լոգոն էլ ենք դրել դրա վրա։ Այն մարդը, որ այդ օրը եկել ցեխ էր շպրտում, մեր լոգոին էլ էր կպտում։ Պարզ է։ Ինչպես ազատվել կայուն մեծամասնությունից։ Ինչ է կայուն մեծամասնությունը։ Այդ երիտասարդների համար փորձեմ երիտասարդների համար բացատրել։ Կայուն մեծամասնությունը այն է, որ պայմանական եթե 10 բան կա, 10 դասարանցի են իրար հետ որոշում են կինո գնալ թե թատրոն, ոչ թե որոշում կայացնում են, ասենք 6 հոգու որոշումով են գնում առաջ, այլ ոնց որ եթե 2 հոգի կա մի բան ա ուզում, ուրեմն մենակ այդ են անում։ Այն մյուսների կարծիքը էլ հաշվի չեն առնում։ Կայուն մեծամասնությունը, իսկ քաղաքական առումով ինչ է, կայուն մեծամասնությունը այն է, որ կապ չունի դու ընտրությունների առաջի փուլում ինչքան ես հավաքել, ոնց որ կարևորը առաջի երկուսի մեջ լինես։ Մնացածին ինչ ուզում ես կարաս ասես այդ ընթացքում, քեզ կարաս շատ վատ պահես, մենակ առաջի երկուսի մեջ եղի, որ գնաս երկրորդ փուլ գնաս մենակով իշխես։ Դրա մասին է։ Կայուն մեծամասնությունը ժողովրդավարության մասին չի, իրար հետ որոշումներ կայացնելու մասին չի։ Կայուն մեծամասնությունը միանձնյա որոշման մասին է։ Երիտասարդին դա 1000 տարի պետք է։ Դե երիտասարդներին այնքանով է պետք, որ տեսեք, իրան կարող է հիմա շատ տենց, քանի որ աղմուկ է, շատ չեն էլ ուզում մտնել մեջը, որ սենց է բացատրեմ, կասեն դե ես էլ նրանցից մեկն է։ Բայց իրականում կյանքը ցույց է տալի, որ վերջում այդ երիտասարդների վրա է թափվում, որովհետև նմանատիպ համակարգերը սովորաբար այնքան են սկսում վատ աշխատել, որ արդյունքում առաջանում է էլի կարիք ինչ որ հեղափոխություն անելու։ Իսկ հեղափոխություն անելու բերի մեծ մասը երիտասարդությունն է իր ուսերին տանում։ Ծեծնել է երիտասարդությունը ուտում, ջարդնել է երիտասարդությունը ուտում, դե ինչ որ մեթոդներով, էլի, չգիտեմ ինչ մեթոդներով։ Այսինքն եթե երիտասարդությունը ուզում է, որ այսօրվանից այնպես վիճակ լինի, որ ինքը գնա ընտրության, դրանով բան փոխվի, ու չգնա անպայման ինչ որ հեղափոխական քայլերի, որ մի բան փոխվի, ինքը ուրեմն ինչ որ փոքր պետք է նման բաներից իմանա։ Իսկ որպեսզի իմանա, պետքա այս համակարգում կարևոր փոփոխություններ լինի, որ ինքը ուզենա դա լսի։ Հիմա մենք երիտասարդությունից դա ենք խնդրում։ Ասում ենք, ոնց որ այս տապեշկեն վերցրեք ձեռները, տվեք գլխին, հետո կփոխվի, արդեն նորմալ բաներ կլսեք, էլի, ասենք, էտա մեր խնդրանքը։ Այսինքն այդ խնդիրները լուծելու համար պետք է ընտրել Spider-Man-ին։ Հա, Spider-Man-ը ինձ թվում է շատ լուրջ բան է, այսինքն մեզ շատ են տենց մեղադրում անլրջացնել բանման, բայց ինձ թվում է մենք ամենալուրջն ենք վերաբերվում, որովհետև նայեք, եթե մենք ունենայինք, ասենք, լուրջ վարչական ռեսուրս կամ միլիարդներ, այտենց համերգներ կազմակերպել բան, դա տենց խնդիր չի, էլի։ Բայց ունեք միլիարդներ։ Ունեք միլիարդներ եւ մենք ունենք տեսագրություն, որտեղ դուք ունեք միլիարդներ։ Հա, հեսա կանդրադառնանք, հերթով կանդրադառնանք։ Իսկ Spider-Man-ի բանը ակցիան կազմակերպելը, դրա համար ոչ միլիարդներ էր պետք, ոչ էլ վարչական ռեսուրս, դրա համար կամք էր պետք։ Բայց այստեղ շատ կարևոր բան կա։ Իսկ այդ կամքը, դա ամենալուրջ բանն էր, որ մենք դրսևորել ենք։ Այսինքն մենք կամք ենք դրսևորել, հայտնվել այնպես մի տարածքում, այնպես ձև, որ ոչ մեկ դա չի սպասում։ Իսկ մնացած քաղաքական ուժերը ինչ են անում։ Մնացած քաղաքական ուժերը գնում են տենց բեմը հավաքողը կա, համերգին պարողը կա, երկիշն էլ կա։ Այդ դրա համար կամք պետք չի։ Թանոսը խիստ մտահոգություն է արտահայտել Հայաստանում սուպերհերոսների առաջադրման կապակցությամբ եւ խոսք է տվել սկսել Infinity War։ Նա արդեն հավաքել է հավերժության 2 քարերը եւ գալիս է հարձակվելու։ Okay։ Մեր գործողությունները, նկատի ունեք,
Դե մենք Նա պլանավորում է վերացնել տիեզերքի բնակչության կեսը։ Այն պատճառով, որ Spider-Man-ը մեր մոտ քաղաքական օրակարգ է թելադրում։ okay. Ձեր գործողությունները։ Մենք մեր սուպերհերոսները իրար հետ շատ կուռ համագործակցություն ունեն։ Իրանք ամեն օր պարապում են իրար հետ, մարզվում են, ավելին շուտով մի հատ էլ զորահանդես կանեն ու դրանով Տանոսին ցույց կտան մեր ուժը։ Իսկ այդ ուժի ցուցադրությունից հետո Տանոսը ինձ թվում է մեր կողմերից հեռու կգնա։ Տղերք, բա որ հավաքվել եք ինձ, ինչու ձեն չէիք անել Դոկտոր Սթրեյնջ։ Շատ լավն է։ Սթրեյնջի համարը չունեինք։ Մենք իրան կփոխանցենք։ Ավելին կարակ ասեք թող մտնի բոլորին դեմ.am կայքում գրանցվի։ Մենք իր հետ կկապվենք, որտեղ որ գրանցվում է, իր մեյլն է թողելու հեռախոսը համարը։ Մեր թիմը կկապվի արագ։ Պարոն Սթիվեն Սթրեյնջ, հաշվի կառնեք։ Ձեզ մեղադրում են պրոցեսը անլրջացնելու մեջ։ Ընտրվելու դեպքում շարունակելու եք անլրջացնել պրոցեսը, օրինակ ստենդափներ կկազմակերպեք։ Մենք ընտրվելու դեպքում ունենք հստակ օրակարգ։ Այդ 100-օրյա կառավարությունն է ու այդ 100-օրյա կառավարությունն է ու մեր օրենսդրական 3 փոփոխությունները։ Մենք այդ ենք անելու, մնացած իմաստով հետևելու ենք, որ երկիրը իր բնականon հունով աշխատի ու 100 օր հետո մեր վարչապետը հրաժարական է տալու, լինելու է արտահերթ նոր ընտրություններ։ Մենք դրանով ենք միայն զբաղվելու։ Ասում եք բոլորին դեմ եք։ Այո։ Իսկ բնապահպաններին։ Բնապահպանական կուսակցություն չկա ոնց որ մասնակցող ընտրություններին։ Իսկ ֆեմինիստներին դեմ եք։ Մենք դեմ ենք քաղաքական ուժերին, ովքեր որոշել են, որ այս համակարգով կարան ընտրվեն ու կառավարեն։ Իսկ էմոներին դեմ եք։ Մենք դեմ ենք բոլոր քաղաքական ուժերին, ովքեր որ Իսկ քյարթերին։ Մենք դեմ ենք բոլոր քաղաքական ուժերին, ուրիշ բաներին դեմ չենք, մենք մարդկանց իրանց ճաշակին, իրանց, չգիտեմ, մշակույթին, ոչ մի բանի հետ մենք կապ չունենք։ Այդ մասով ես չեմ կարող ինչ-որ հարցի պատասխանեմ, որովհետև Անկի չէիք դրեք կուսակցության անունը բոլորին դեմ ենք, բացի քյարթերից, ֆեմինիստկաներից, բնապահպաններից ու էմոներից։ Նայեք, եթե քյարթերը մասնակցեին ընտրություններին, այդ անունով կուսակցությունով, ու մենք ժողով անեինք ու մեր ժողովը որոշեր, որ ոնց որ չէ, իրանց չի կարելի դեմ լիներ, այտենց կդնեինք անունը։ Բայց քանի որ իրանք չունեն այդ կուսակցությունը, մենք այդ դրա խնդիրը չունենք։ Իդեպ, եթե իրանք այդ կուսակցությունը ստեղծեին, գուցե նաև քննարկեինք ինչ որ միասին դաշինքի ֆորմատով մասնակցեինք, քյարթերի հետ։ Հա, բոլորին դեմ են ու քյարթերը, ասենք պայմանական իրար հետ դաշինք ունեին։ Ապերներ։ Անհրաժեշտ է փոխել այս քաղաքական սիտուացիան։ Շնորհակալ եմ։ Բոլորին դեմ։ Դուք կարող եք մեր հարթակը օգտագործել քյարթերին կոչ անելու, որպեսզի հավաքվեն ու կուսակցություն ստեղծեն, որպեսզի կարողանաք միավորվել։ Ընկերներ, դուք չեք կարողացել ձեր կուսակցությունը գրանցել, բայց դուք մեր հասարակության կարևոր հատվածն եք ներկայացնում։ Այս անգամ եկեք բոլորին դեմ եղեք, դրանից հետո մենք միասին կկառուցենք ավելի սուր Հայաստան։ Սուր։ Դե կոշիկները տենց ինչ որ քյարթը սուր չի, չգիտեմ, ես տենց լավ չեմ տիրապետում։ Հա։ Սերգեյ Դանիելյանին ձեր ժողովներին կանչում եք։ Ոչ։ Ինչու։ Էլի ծանոթ չկա որ կանչենք։ Բայց իրանց հետ հաստատ կուզեինք դաշինք կնքեինք։ Իրանցով ոգեշնչվելիք քաղաքացիական ակտիվ քայլի հետ կարելի էր նույնիսկ ինչ որ տենց ակցիա կազմակերպել, որտեղ իրանք, ասենք օֆիցիալ, չգիտեմ, օրհնում են այս գործունեությունը, ինչ որ մենք ենք իրականացնելու։ Ձեր անդամները ընտրվելու դեպքում պետք է ստորագրեն 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ։ Իսկ կոլա ու չիփս կարելի է այդ ընթացքում։ 10 տարվա սահմանափակումը մենակ վարչապետին է վերաբերվում, այսինքն մեր անդամներին դա չի վերաբերվում, մնացած անդամներին էլի։ Կոլա չիփս ունենք միշտ, կարող գա գրասենյակում հյուրասիրենք։ Իդեպ Հայաստանի ամենալավ սուրճն էլ ունենք մեր գրասենյակում։ Բա միլիոններ չունեիք ում փողով այդ ամբողջ սուրճ ունենք։ Սուրճի մասով մարդ ունենք, ով որ շատ է սիրում լավ սուրճ, ինքը իր կողմից դա բերում է, տնից է բերում։ Անցնենք առաջ։
Ձեր ավտոբուսը հանեցին Տուգանային հրապարակից, հա։ Այո, Ես նկատել եմ, որ ձեր ավտոբուսը բոլոր քաղաքական ուժերի մեջ ամենափոքրն է։ Այս հարցով չեք կոմպլեքսավորվում։ դուք սխալ եք նկատել։ Ինչով ամենի փոքրը։ Ավելի փոքր ավտոբուսներ կան։ Դուք ներսը եղել եք։ Չէ, դրսից ամենափոքրը։ Ներսից ամենամեծն է։ Ինչ կա ներսում։ Ինչ ասես կա։ Մեր ավտոբուսը երկու բանով է ամենալավը։ Մեկը ամենակրեատիվ ավտոբուսն է, երկրորդը ամենամեծն է։ Ներսը ամենաշատ մարդը մենն է տեղավորում, փորձել ենք։ Քանի հոգի է տեղավորվել։ Մինիմում մի 4 սուպերհերոսի տեղավորում է, ասենք Հալկն էլ է մեջը տեղավորվում։ Ու լիքը մարդ։ Ձեր Մեջից ցուցակը ինքը տենց կտեղավորվին դե։ բան է, լայնանում է, էլի, դրսից է փոքր երևում։ Նորալիքի հետևորդներին ասեմ, որ կարող եք ակտիվ մեկնաբանել, ես ձեզ լսում եմ, ես ձեզ կարդում եմ, անպայման ձեր մեկնաբանությունը կհնչի այս հարցերի մեջ։ Ձեր նախագահի թեկնածուն Marvel-ից է լինելու, թե DC-ից։ Մենք նախագահի տեխնացու չունենք։ Այս ընտրություններին վարչապետի տեխնացու են ունենում։ Սովորաբար էլի, որովհետև ոնց որ Բայց նախագահին, չեք մտածում չէ, մենք դե 100-օրով ենք, Ժելեզնի այդքան չելագետին, չենք ձգի։ չէ։ Մինչև նախագահ չենք ձգի, որովհետև նախագահն հələ մի 2 տարի հետո է, իսկ մեր պլանների տարբերություն մյուս քաղաքական ուժերի կոնկրետ բոլորին դեմ մասով այդքան դրան չենք հասնի։ Նախագահին պետքա եղած նախագահի հետ մի ձև յոլա գնանք։ Իսկ կարող է այդ ամբողջ գործընթացը, որ սկսում եք, ուզում եք ուղղակի ձեր գործը թեթևացնել, հետո վարչապետի տեխնացուն էլ չի առաջադրվի, դուք ուրիշ կուսակցություն կհիմնեք, բոլորին կողմեմ ու տենց ընտրվեք նորից։ Ուղղակի ձեր գործն եք թեթևացնում։ Հազուտ ձև ենք գտել ոնց մտնենք քաղաքականություն, այդ եք մտածում։ Դե ինչն է դա խնդիր։ Եթե նույնիսկ ձև ենք գտել, դրա մեջ ինչ խնդիր կա։ Բոլորը ձև են գտնում ինչ որ բան անելու, չէ՞։ Բայց դուք բոլորին դեմ փողեր են ստանում ինչ որ տեղերից, էս են անում, են անում։ Մենք բոլորին դեմ եմ, սկզբից մինչև վերջ անելու ենք։ Բայց եթե դրա արդյունքում մի քանի հոգի մնա քաղաքականությունում, դրանից ինչ խնդիր կա։ Լավ է։ Մեզ մոտ հայտնվել են անհերքելի փաստեր, որ դուք ունեք միլիոնավոր դոլարներ։ Այո։ Մենք հանդիսատեսին է ցույց կտանք։ Խստիվ դատապարտում եմ ընտրակաշառքը ու բոլորին դեմ եմ ընտրվելու դեպքում այն իսպար վերանալու է։ Ախերեսի վերցրա գնա այդ հարցերը լուծի ընտրվենք, որ հետո վերացնենք։ Քվեաթերթիկ համար երկու։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտե, ես հուսով եմ դուք այս տեսանյութը տեսաք։ Արդեն տոմսանել եք։ Ես բանը մերով գրասենյակը Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում է։ Համարը կարամ ասեմ իմ, թե չէ, դա երևի չի կարելի, սաղ կզանգեն։ Հեռախոսահամարս էլ կա, հա, կարան զանգեն, կան ձերբակալեն, մենք խնդիր չունենք։ Մեր հետևում սուպերհերոսներն են, ասենք որ մի օր բռնին, հաջորդ օրը դուրս են գալու։ Այդտենց տեղերից ենք դուրս եկել։ Շատ լավ։ Դուք շատ լուրջ կոնկուրենցիայի մեջ եք Դարթ Վեյդերի հետ։ Ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Մեր շանսերը ավելի շատ է միանշանակ։ Իրանք ինձ թվում է տենց նոր բաներ էլ չեն հանում։ Այս վերջերս այդքան պոպուլյար չեն, ինչքան Spider-Man-ը։ Ինձ թվում է հետ են մեզնից, շատ պետք է աշխատեն իրենց վրա։ Խորհրդատուներին երևի պետք է փոխեն։ Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ժամանակ դուք իրեն բերել էիք կարմիր շապիկ ձեր գրվածքով ու նվիրել էիք իրեն, բայց ինձ չի բերել։ Ինչու։ Դե նայեք, երիտասարդական հաղորդում է, դա շատ լուրջ նվեր էր։ Երիտասարդական նվեր ենք ձեզ բերել, մեր բանը որ օգտվեք, այո։ Բայց որ մրսեմ բուկլետը չեմ կարողանա գցել հակս։ Ես տեսել եմ, որ դուք սվիտեր եք հագնում, օրինակ դրա վրա կպած ծամոնից ազատվել եք, կարա խնդիր լինի, չէ՞ ձեր համար։ Գինի էի թափել ես։ Գինի եք թափել, կներեք։ Դրա համար բայց ինչի՞ չեք բերել ինձ այդ սվիտերից։ Մենք այդ սվիտերը տպել ենք։ Լավ ներողություն, ես արդեն վիրավորված եմ, չէ։ Կարամ գնամ կազմակերպեմ բերենք։ Չէ, այդ արդեն էլ չի լուծում այդ հարցը։
Տակի մայիկա կարող է ուզեք։ Չէ։ Մի հիշացրեք, հա։ Այս sense մնալու է հետք ձեր մեջ ամբողջ կյանքը։ Իսկ ոնց է Մի հարցը։ շարունակ։ Ես Մի հատ դադարեցնենք, հա։ ես հոկեբանի համար ունեմ լավ։ Կարող է տամ շփվեք։ Չէ։ Չենք մոռանում մեր պրոֆեսիոնալիզմի մասին։ Բայց արդյունք չկա։ Հայաստանի ապագայից խոսենք։ Դուք ինչպիսի եք տեսնում Հայաստանը 5 տարուց որպես ՀՀ քաղաքացի։ Հայաստանը ասում արդեն չեմ կարող պատասխանել այս հարցերին։ Հայաստանը տենում եմ շատ պայծառ։ Հայաստանը տենում եմ, որ նենց մի հատ վիճակ է եկել, որ կարևոր փոփոխություններ են եղել, երիտասարդները Չէ, բայց շատ դժվար էր ինձ այդ շապիկից է բերել։ Հա չի անցնում պաստորը։ Գնամ հիմա բերեմ։ Չէ։ Չի բուժի, երկու հատ կտամ քեզ։ Բայց մի հատ բան ասեմ։ Պետրոս Ղազարյանն էլ մեզ նվեր տվեց։ Դուք ինձ նվեր չեք տվել։ Ինչի պետք է ես ձեզ շապիկ տամ։ Ես ունեմ շատ լավ երիտասարդական նվեր, Որն է։ որը ձեզ շատ դուր կգա հաստատ։ Ես սա բերել եմ ձեզ համար։ Խնդրեմ։ Մերսի, որ իմ նվերը ինձ հետ եք տալիս։ Բայց Պետրոս Ղազարյանը իր կողմից ինձ նվեր տվեց։ Ինչ է նվիրել, եթե գաղտնիք չէ։ Իր շապիկը։ Հայտարարագրել եք։ Չէ, թանկարժեք իր չի։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտե, սա երկրորդ հաղորդումն է։ Դուք ձեր վերնաշապիկը կնվիրեք բոլորին դեմ եմ։ Ես դες կտամ Ոչ, շապիկ։ գինի եմ թափեվրեն։ Մենք փաստացի Պետրոս Ղազարյանի հետ իրար նվեր չենք տվել, մենք բարտեր ենք արել։ Այսինքն գույքի դիմաց փոփոխություն է եղել։ Հայաստանի ամենահայտնի լրագրողին ընտրակաշարք եք տվել։ Չէ, Ընտրակաշարք որպեսի մասնակցի Այդ ընտրությանը։ ընտրակաշարքը այն է, որ ես տալիս եմ, որ ինքը ինձ ընտրի։ Բայց մենք հանդիպել ենք, իրան դուր եկե մեր շապիկը, մեզ իրա փոխանակվել ենք։ Դա ընտրակաշարք չի։ Եթե հաջողվի փոխել ընտրական համակարգը, Բայց դուք կտաք ձեր վերնաշապիկը։ գինի եմ թափել վրեն։ Խնդիր չկա, մենք կլվանք, այստեղ ձևերը կա, ես գիտեմ։ Եթե կտաք, կտամ բանը, ու հաղորդման վերջում պետք է նկարենք այդ։ Առանց շոր կմնամ։ Այնտեղ գրիմանոցում լիքը շոր կա։ Այդ շորերը իմը չեն։ Առաջին անգամ ընտրողներին ինչ կմաղթեք։ Առաջին անգամ ընտրողներին, սիրելի ընտրողներ, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս եւ ընտրեք համար 2, բոլորին դեմ եմ։ Այդ ամենալավ բանն է, որ կարան անեն, եթե առաջին անգամ են ընտրում։ Տեսեք, ես ձեզ հնարավորություն տվեցի, որպեսզի դուք դիմեք նորալիքի երիտասարդներին, նորալիքի հետևորդներին, բայմեն տապոնով փող ուրա։ Բանը կրիպտո բան ունեք, դրամապանակ ունեք։ Չէ, ինչ կրիպտո դուք կանխիկով շատ փող ունեիք։ Այդ առաջարկում եմ ձեզ մասնակցել մեր մյուս կաշառք բաժանելու ակցիային։ Կգաք եւ մասնակից կլինեք, կտանք։ Երիտասարդներին ինչպես է կօգնելու ավելի երջանիկ դառնալ։ Երիտասարդներին օգնելու ենք, որ իրանք այս ընտրություններին ամբողջ քայլափոխին sense բաներ կտենան ու ավելի երջանիկ կլինեն։ Որտեւ այս ամեն ինչը որ տեսնում են, ուրախացնում է իրանց։ Շատ լուրջ հանրային քննարկում է ծավալվում մարիխուանայի ազատականացման շուրջ։ Մենք բոլորին դեմելով ցավոք այդ հարցով չենք կարող զբաղվել։ Դա մեր օրակարգի մեջ չի մտնում։ Ձեր օրակարգը այն 3 կետն է։ Այո։ 2000 մտածել ենք, որ սա հարցերին տես պատասխանենք։ Հա։ 2017-ին Բեթմենն էր մասնակցում ընտրություններին, 2026-ին Սպայդերմենը ըստ օրենքի պետք է հաջորդ սուպերհերոսը լինի կին, ըստ ձեզով կլինի։ Կարող է Անահիտը լինի այն հայկական հեքիաթներից, չգիտեմ։ Անահիտը սուպերհերոս է։ Դե չէ։ Ճիշտ եք ասում։ Սուպերհերոս ով կարա լինի։ Wonder Woman-ը։ Դուք չեք պատրաստվել այս Չէ, հարցազրույցին։ ինչ չեն ասա, ես ուրեմ գալի։ Ես գիտեի կատակ հարցեր է լինելու, շատ լուրջ եք ուղակի։ Իսկ վերնաշապիկը կտակ։ Լավ։
կտեսնենք նկարահանումներից հետո։ Ինչպես անցկացնեն իրենց ազատ ժամանակը երիտասարդները, ինչ խորհուրդ կտաք։ Ազատ ժամանակը թող անցկացնեն մի քանի բան անելով։ Առաջին կարան AI սովորեն, նայեն։ Երկրորդ կարան մեր վիդեոները նայեն, մեր էջը լայքեն, կոմենթեն, լայք մեջ անեն ու Լայք մեջ։ Այո, նոր արտահայտությունը։ Լայք մեջ անեմ ձեր post-երը ու էլի կան Cringe ընտրեն եւ մեզ։ crush բառերի կողքին ավելանում է լայք մեջը։ Այո։ Ու էլի կան մեզ ընտրեն։ Շատ լավ, խաղում ենք նորմալ է թե նորմալ չէ Սպարտակ Գյուրեղյանի հետ։ Նորմալ է, որ դեմը լալով կողմեն։ Նորմալ չի։ Նորմալ է, որ մտնում եք Եվրոպա, բայց քննադատում ենք եվրոպական արժեքները։ Երևի նորմալ է։ Նորմալ է, որ ապագա պատգամավորը Սպայդերմենի շորով մտնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ամենանորմալ բանն է, որ ես վերջերս տեսել եմ։ Նորմալ է, որ երիտասարդը գնում է ընտրության ու ընտրում է ծնողների ասած մարդուն։ Նորմալ չի։ Նորմալ է, որ զոքանջդ գալիս է ձեր տուն ու ամսով հետ չի գնում։ Մեր հետ այտենց մի դեպք ա եղել, այդ ժամանակ շատ նորմալ էր։ Օգնեց երեխեքին պահեցինք էլի։ Այնպես որ նորմալ էր։ Նորմալ է, որ դեյթի ժամանակ ամեն մեկն իր համար վճարի։ Նորմալ չի։ Բա ով պետք է վճարի։ Բայց ես այտենց դեյթի չնայած ախր ես այդքան երիտասարդ չեմ, որ իրանց համար պատասխանեմ, բայց իմ համար նորմալ չի։ Բա ով պետք է վճարի դեյթի ժամանակ։ Եթե ես եմ գնում, ես։ Եթե դուք դեյթի եք գնում Սպարտակ Գյուրեղյանի հետ, ուրեմն վճարում է Սպարտակ Գյուրեղյանը։ Բայց չեք կարա գնակել։ Ինքը ձեզ դեմ է։ Չէ, ինքը այսպես է։ Ա։ Եթե ընտրվեք ռեյվ եք կազմակերպելու, թե խորոված փարթի։ Եթե ընտրվենք, ինձ թվում է կարանք կազմակերպենք ինչ-որ մի հատ հավես տեղ հավաքվենք, համ խորոված փարթի անենք, համ ռեյվ, Շատ լավ։ որ բոլորը գան էլի։ Ինչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին։ Մի լավ բան ասեք նորալիքի հետևորդներին։ Ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Մտնեք բոլորին դեմ կետեյեմ, գրանցվեք ու հունիսի 7-ին գնացեք քվեարկելու համար 2-ին։ Վերջին հարցը։ Եթե ընտրվեք, էլի կգաք ինձ հյուր։ Իհարկե։ Եթե չընտրվեմ եք կգամ։ Դուք մենակ կանչեք։ Արենայում բոլորին դեմ եմ կուսակցության առաջին համար Սպարտակ Գյուրեղյաններ։ Հիմա տալիս ես շորդ։ Բայց ես կատակ չի անում, Պետրոսը տվել է։ Հա։ Հենց Դուք եք կատակներ անում, մեր ամեն ինչը լուրջ է։ ինքը նախապատրաստված է, այսինքն գիտես, թե պայն հանեց։ Հանես տվեց։ Չէ, էսի շատ կսիրեմ, էսի Դե նայ։ չէ։ Ես մի հատ գնում եմ բան բերեմ։ Ինձ են սպասում։ Ես քեզ սպասում եմ։ Գիտեմ, չես գալու, չես կարող գալ։ Բայց ինչու է ինձ թվում, թե դու գալու ես։ Ես սպասում եմ քեզ։ Ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում։ Տրանսֆեր ենք անում էլի քեզ։ Շոկային կադրեր։ Արենը մեր եզրային պաշտպանի դիրքում իրեն լավ դրսևորի։ Ձախ պաշտպան։ Զախ։ Աչ։ Կենտրոնամետ։ Հա։ Թվում է ավելի լավ ստացվում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Սա XL-ա գոնե։ Երևի։ Պապիս տենց բան ուներ, պատմություն ուներ, ծաղկաձորում եմ մեծացել։ Այն ժամանակ տենց բանը բաղնիկ չի եղել, 30-ականներին բան։ Ընդհանուր բաղնիկ է ելել, իրանք է 4 աղբեր են եղել։ Ասում եմ 4 աղբեր էինք։ Ասում եմ մտնում էինք բաղնիկ, ով որ շուտ էր դուրս գալի, ինքն էր տրոսիկ ունենում։